2020 թվականին ես դեռևս ուսանող էի, ավարտական կուրսում, և զուգահեռ արդեն սկսել էի աշխատել։ Իդեպ սկսեցի աշխատել 2020 թվականի մարտից։ Կորոնավիրուսը տարածվել էր, հայտարարվել էր կարանտին, իսկ լրատվամիջոցներն սկսել էին աշխատել արտակարգ ռեժիմով։ Ու դեռևս սովորական ռեժիմով չաշխատած սկսեցի աշխատել արտահերթ։ Սեպտեմբերի 27-ը սկսվեց, դեռ սեպտեմբերի 26-ը չավարտված։ Լուսացրի ավարտական աշխատանքս գրելով, քնեցի ընդամենը 1 ժամ։ Հետո զանգ ստացա խմբագրությունից, գնացի աշխատավայր ու այդպես սկսվեց կիրակին, որն ավարտվեց 44 օր հետո։ Դժվար է լուսաբանել պատերազմ, հատկապես քո սեփական պատերազմը։ Դժվար է էմոցիաները թողնել մի կողմ ու աշխատել պահելով մասնագիտական բոլոր նորմերն ու կանոնները։ Հարազատ եղբայրս այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր։ Ծառայում էր Արցախում, Մարտակերտում։ Ես 24/7 ռեժիմով խմբագրությունում էի։ Առաջին օրերին թվում էր ամեն բան ավելի հեշտ էր։ Մենք կհաղթենք ու ամեն ինչ կավարտվի։ Սակայն ամեն բան դուրս էր գալիս դասագրքային պատկերացումների սահմանից։ Մենք մոնիտորինգ էինք անում նաև ադրբեջանական լրատվամիջոցները, դիտում նրանց հրապարակած տեսանյութերը, լսում նրանց ուղերձները, նկրտումներն ու սպառնալիքները, զտում ինֆորմացիան, մոնտաժում դաժան կադրերն ու դրանք թողնում մեր էմոցիաների հետ կադրից այն կողմ։